Երկու օր առաջ բոլորս էլ տեսանք, թե ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն Արգամ Աբրահամյանին քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության հետ շատ կոպիտ եղանակով վերցրեց իր տանից։ Ես առասարակ չեմ սիրում քննարկել բաներ, որոնք որ իմը չեն, բայց ժողովուրդ ջան, զգացել եք, որ այս մարդիկ արդեն չունեն որևէ կարմիր գիծ։ Այս ձերբակալությունը հետո այնուհետև կալանքի որոշումը Արգամ Աբրահամյանի հետ չէր, սա Գագիկ Ծառուկյանի հետ էր։ Ուղղակի Նիկոլը փորձում է հավասարության նշան դնել իր այսպես կոչված ճակերտների մեջ ընտանիքի եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջև։ Կարող էիք հանգիստ կանչել Արգամ Աբրահամյանին, ես իրեն անձամբ չեմ ճանաչում, բայց ընդհանուր շատ մարդիկ ունենք եւ ցանկացած քրեական գործ որ դնեիք իր առաջ, եթե պետք լիներ որ նստեր, կգնար կնստեր։ Այդ մի բանում համոզված եմ։ Շատ կեղտոտ բան է անում ժողովուրդ։ Մի արեք բաներ, որոնք հետո ձեր դեմ են պատտվելու։ Առանցնել ես մի քանի տարին ինչ ասես արել եք։ Բազմաթիվ համայնքի ղեկավարների, սկսած Մամիկոն Ասլանյանից, որ հենց այնպես տարակ 2 տարուց ավել փակեցիք, վերջացրած մեր հոգևորականներով, տարուց ավել Սամվել Կարապետյանն է ինչ որ արգելանքների տակ, մի արեք բաներ, որոնք հետո ձեր դեմ են պատտվելու։ Այսքանը ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանի դուստրը կարող է ինչ որ մի այդպես անհասկանալի տպի հետ ունենա ինչ որ անձնական փոխհարաբերություններ։ Դեմ չեմ, կարող են այդ քայքայի ճաղանդների ներկայացուցիչները մարդու ուղեղ լվանալ, բայց այս մի բանին չեմ հավատում։ Ինչ ասեմ ընկերներ ջան, դուք էլ ձիգ մնացեք, քիչ վնասներով աշխատանքային շաբաթ բոլորիդ։ Լավ եղեք։